Հարգելի հայրենակիցներ, ես եւս այս ամբիոնից իմ առաջին ելույթն եմ հնչեցնում եւ ուզում եմ հստակ արձանագրել. մենք այստեղ ենք Հայաստանի Հանրապետության պետական շահը պաշտպանելու, մեր քաղաքացիների իրավունքներին տեր կանգնելու եւ պահանջատեր լինելու համար։ Ցավոք ընտրությունները չլուծեցին այս իշխանությունից ազատվելու օրակարգային խնդիրը։ Եվ մենք այսօր ստիպված ենք խոսել ոչ թե զարգացման ծրագրերից, այլ խոսելու ենք կենսական խնդիրներից։ Արդեն 2 օր է այս ամբիոնից լսում ենք իշխանության տարբեր ներկայացուցիչների, պաշտոնյաների ունեցվածքների, աննախադեպ բարձր աշխատավարձերի մասին։ Այս իշխանությունը հաճախ է սիրում կրկնել ժողովրդավարության մասին թեզեր, խոսել, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար պարզ եւ շիտակ հարց ունեմ. Եթե Հայաստանի Հանրապետությունում իրապես իշխանությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ապա ինչպես է ստացվում, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց նրանց մերձավորների կարողությունները, բարեկեցությունը բարելավում է, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսական, սոցիալական վիճակը գնալով ավելի է վատթարանում։ Այսպիսով, 2023 թվականից նվազագույն աշխատավարձի բարձրացման ուղղությամբ էական փոփոխություններ չունենք։ Արդյունքում մենք ունենք պարենային ապրանքների աննախադեպ գների աճ, եւ մենք տեսնում ենք եւ սովորական ցածր եկամուտ ունեցող քաղաքացին գնում է խանութ, տնային տնտեսուհին ուղղակի սարսափում է սարսափելի գնաճից։ Պարենային ապրանքների, առաջնային ապրանքների մասով տեսնում ենք տարրական ծառայությունների մասով ծառայությունների եւ ապրանքների գնի 40%-ից, որոշ դեպքերում նույնիսկ 100%-ից ավել գնաճ։ Եվ հետեւաբար հարց է առաջանում. ինչպես են մեր քաղաքացիները դիմակայում այս խնդիրներին։ Վերջին շրջանում ես առիթներ ունեցել եմ բարձրաձայնելու, որ միայն Սյունիքի մարզում շուրջ 870 ընտանիք զրկվել է նպաստից։ Եվ այդ ծրագիրը հիմա գործարկվում է Հայաստանի Հանրապետության այլ մարզերում եւ այո մենք հազարավոր ընտանիքներ ենք ունենալու, որոնց դուք զրկելու եք նպաստից։ Իհարկե պիտի արձանագրեմ, որ նպաստառու լինելը պատիվ կամ ցանկալի կարգավիճակ չէ։ Սա խոսում է մեր ընտանիքների աղքատության մասին, նաեւ այն մասին, որ պետությունը իրատեսական քայլեր չի ձեռնարկում քաղաքացիներին աղքատության ճիրանից հանելու համար։ Եվ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձանագրենք, որ իրապես ուզում է վաստակել իր օրվա հացը, աշխատել քրտինքով եւ ստեղծել բարիք։ Բայց հարց է առաջանում. ով է մեղավոր, որ այդ հազարավոր մարդիկ չունեն աշխատանք, չունեն եկամուտ եւ ստիպված են եղել հույսը դնել այդ նպաստների վրա։ Ձեր կառավարման տարիներին քանի նոր արտադրական գործարան եք բացել, իմիջիայլոց բացման արարողությունների ականատես եղել ենք, բայց հետո տեսել ենք, որ մեծ իմասամբ չեն գործում նաև։ Փոխարենը սեփականատերերից խլած ձեռնարկություններում տեղավորել եք ձեր կուսակիցներին, մերձավորներին եւ մենք տեսնում ենք, որ իրավիճակը նույնն է։ Այստեղ էլ կրկնվում է նույն արատավոր մոդելը։ Ղեկավար կազմում նստած ձեր նշանակած մարդիկ ստանում են միլիոնավոր աշխատավարձեր, իսկ բանվոր դասակարգը արժեք ստեղծող մեր քաղաքացիները հազիվ գոյատևում են։ Դուք վերացրել եք արդարությունը նաև աշխատաշուկայում։ Իդեպ, երբ մեր գործընկերներն այստեղ խոսում էին ձեր շքեղ առանձնատների մասին, դուք ասում եք հիպոթեկով է։ Լավ է, բարեկեցությունը, բարձր աշխատավարձը իրականում Հայաստանի Հանրապետությունում շատ ողջունելի կլինի, որ բոլորը ստանան արժանապատիվ աշխատավարձեր։ Բայց իհարկե խոսքը չի վերաբերում, որ պետական պաշտոն զբաղեցնողը պիտի ստանա արժանապատիվ աշխատանք, իսկ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացին չունենա այդ հնարավորությունը։ Տեղյակ եք, թե քանի հազար ընտանիքներ են
բարձր տոկոսադրույքներով վարկեր վճարում եւ քանի ընտանիքներ ունենք, ովքեր կորցրել են իրենց միակ սեփականությունը։ Դուք ստեղծել եք մի իրավիճակ, որտեղ աշխատատեղեր չկան, եկամուտներ չկան եւ մարդիկ ստիպված են վարկ վերցնել կենսական նշանակության խնդիր լուծելու համար, սնունդ, բուժում, ուսման վարձ եւ այլն։ Իդեպ ուզում եմ անդրադառնալ նաեւ, որ մենք մեր քաղաքական ուժը, ինչպես նախընտրական շրջանում, հետընտրական շրջանում եւս այս ուղղությամբ զգալի աշխատանք է տանում եւ տանելու, եւ մենք մեր քաղաքական թիմի հետ երբ այցելել էինք Ստեփանավան եւ Գյուլագարակ համայնք, լսել ենք համայնքներ, լսել էինք մեր հայրենակիցներին հուզող խնդիրները եւ առաջնային խնդիր արձանագրվել էր, որ գյուղտեխնիկայի կարիք ունեն նշված համայնքներում։ Եվ այստեղ նստած ես լսում էի, որ ձեր գործընկերները ռեպլիկներ էին արձակում, նշելով կոմբայն, այո, գյուղտեխնիկա։ Դրա կարիքն ունեին մեր հայրենակիցները եւ մեր քաղաքական թիմը ընդամենը օրերի ընթացքում արձագանքել է այդ խնդրի լուծմանը։ Այո, մենք ենք լուծում այդ խնդիրը, որովհետև դուք ձեր պարտականությունները չեք կատարում։ Դուք եք իշխանությունը, դուք եք տնօրինում պետական բյուջեն եւ հանրային միջոցները, դուք պետք է անեք ամեն ինչ, որպեսզի գյուղացին կարողանա իր հողը մշակել, իր ընտանիքը պահել, նաեւ երկիրը հացով ապահովել։ Եվ ի գիտություն ձեզ, որ դուք շատ հաճախ նաև շահարկում եք այդ հարցը, այդ տեխնիկայից օգտվելու են նաև դեռևս մեզ ձայն չտված մեր շատ սիրելի հայրենակիցները։ Որովհետև ի տարբերություն ձեզ, մենք մեր ժողովրդին յուրայինների եւ օտարների չենք բաժանում, օրինակ աշխատանքից ազատվելու բազում մենք դեպքեր ենք արձանագրել եւ հրապարակումներ կան, հրապարակային, թե ինչպես են օրինակ մեր հարգելի քաղաքացիները ձեզ ձայն չտալու համար ազատվել աշխատանքից, բայց բոլորն էլ մեր հայրենակիցներն են, անկախ նրանից, թե ում են ձայն տվել, նրանց ցավն ու հոգսը նաեւ մեր հոգսն է։ Ու մի կարծեք, թե սահմանափակվելու ենք ընդամենը սրանով։ Առաջիկայում մենք պլանավորում ենք այցելել նաև նոյեմբերյան համայնք, այցելելու ենք շատ տարբեր համայնքներ եւ այո, լսելու ենք մեր հայրենակիցների առաջնային խնդիրներին եւ օրերի ընթացքում փորձելու ենք շատ արագ լուծել այդ խնդիրները։ Մենք մտել ենք այս դահլիճ յուրաքանչյուր քաղաքացու կողքին անդավաճան կանգնելու համար։ Եթե դուք անտեսում եք հողի մշակին, մենք կանգնելու ենք գյուղացու կողքին։ Մենք լինելու ենք ամենուրեք, դաշտում, մենք լինելու ենք սահմաններում, մենք լինելու ենք սահմանամերձ բնակավայրերում, այս ամբիոնում, մինչև արժանապատիվ աշխատանքի իրավունքն ու մեր պետության իրական չխաթարված հզորությունը ապահովելու համար։ Հավատացեք, ուժեղ Հայաստան լինելու է։ Տիգրան Աբրահամյան